Հերթագրում։ Դաշորդ պատգամավորը հերթագրվել, Էդմոն Մարուկյան համեցեք։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան, նախորդ խոշորացման հետ կապված էլ հիմա հարցեր կան, սրա հետ կապված էլ շատ հարցեր կան, բայց ես փորձեմ 3 րոպեի մեջ որքանով որ կհասցնենք, դո ելույթով նաև կանդրադառնամ։ Ամենաառաջին բանը, որ պետք է ասեմ, Տաուշի մարզի Բերթավան համայնքի մի քանի 100 բնակիչներ ստորագրությունով դիմել են ինձ, ներկայացնելով, որ իրենց ձայնը չի լսվել խոշորացման հետ կապված եւ իրենք շատ լուրջ մտահոգություններ ունեն, որ իրենց համայնքը միացվում է մեկ այլ համայնքի, կողբ համայնքի հետ եւ ոչ թե նոյեմբերյանի հետ մյուս մի շարք համայնքների հետ միասին խոշորացվում։ Այսինքն այս հարցը քննարկվել է թե ոչ եւ ինչու բնակիչների կարծիքը չի լսվել եւ ինչն է պատճառը, որ առանց տեղական հանրակրվեի է սա արվում։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ տեղական հանրակրվեի մասին օրենքի 7-րդ հոդվածը ասում է, որ կառավարությունը նախաձեռնությունից առաջ պարտավոր է հանրակրվեներ նշանակել։ Նույնը բխում է նաև, պարոն Տերտերյան, տեղական ժողովրդավարության եվրոպական խարտիայի 5-րդ հոդվածից, որը Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն անցած տարվա վերջում վավերացրեց։ Հետևաբար, ըստ էության եվրոպական տեղական խարտիան այստեղ անմիջականորեն գործում է որպես միջազգային պայմանագիր, եւ մենք պարտավոր ենք միջազգային պայմանագրի դրույթը անմիջականորեն կիրառել, անգամ եթե սահմանադրության մեջ փոխվել է։ Ես լսում եմ, որ այնտեղից հուշում եք, բայց միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մաս է եւ պետք է անմիջականորեն կիրառվի եւ ԱԺ-ն նոր է վավերացրել։ Այդքանը ես էլ գիտեմ։ Հիմա հարց. ի՞նչն է պատճառը, որ մենք միջազգային նորմերի խախտումով ենք այս փոփոխությունը բերում խորհրդարան, սա մեկ, ինչն է պատճառը, որ մենք չենք լսում բնակիչներին, սա երկուս, եւ երրորդը, նախորդ խոշորացման ժամանակ շատ քննարկվեց այն հանգամանքը, որ ամեն համայնք ունենա քվոտա, որ այդ համայնքից ավականիներ են տրվել, որովհետեւ ունենք փոքր համայնքներ, որտեղից ավականի չի ընտրվում եւ այդ համայնքի շահերը պաշտպանող չկա։ Օրինակ, Աթան համայնքը։ Հենց հիմա Թումանյան քաղաքի Աթան համայնքում ավականի չի ընտրվել։ Հիմա Աթան համայնքի ձայնը ով է հնչեցնում Թումանյան քաղաքի ավականու նիստերի ժամանակ։ Եվ մենք այդ մի սխալը արեցինք մի խոշորացումով, պարոն Տերտերյան։ Հիմա գոնե այստեղ վերացնենք քվոտան, հիմա ավելացնենք, որովհետև տասնյակ համայնքներ են իրար միացնում, էլի չենք անում նույն սխալը շարունակելով գնում ենք։ Ես ուղղակի չգիտեմ, զարմանում եմ, էլի ասեմ, ի՞նչն է բանել։ Կարող ենք փոխել այդ քվոտաները ապահովել եւ նոր ընդունել այս օրենքը։ Շնորհակալություն, որ պատասխանեք կարձագանք։ Կարելի է։ Շնորհակալություն։ Սկսեմ վերջից։ Ինչ վերաբերվում է ամեն համայնքից քվոտա ունենալուն, ապա մենք, եթե հիշում եք եւ հայեցակարգում ենք դա գրել, որ այո, պիտի ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի հնարավոր լինի ներկայացությունը համայնքներից, նախկին համայնքներից, որոնք դառնում են բնակավայր, նոր ձևավորվող համայնքում ապահովելու։ Մենք մեծ մասամբ այդ մեր 3 համայնքներում դուք միայն Աթանը ասեցիք, էլի 2 թե 3 համայնք ունենք, նախկին համայնք, որից որ ավականի չի ընտրվել։ Հիմա ավելի լավ ու վատի մասին չի խոսքը։ Հիմա ես ներկայացնեմ ձեր հարցադրումները։ Հիմա 2 թե 3 համայնքից, եթե իջնում, կարող եմ նայել, չեն ընտրվել ավականիներ, բայց բացառված չէր, որ կարող էին ընտրվել, այսինքն ոչ մի ինստիտուցիոնալ խանգարող բան դրան չի եղել։ Ինչ վերաբերում է քվոտաներին, մենք երբ որ կանցնենք խոշոր ծավալով այդ խնդիրը լուծելուն, այսինքն ամբողջ համատարած այդ խնդիրը լուծելուն, մենք նորից մի անգամ կքննարկենք եւ կփորձենք ընտրական համապատասխան մեխանիզմ ապահովել այդ քվոտային համակարգը ներդնելու առումով։ Պարոն Մարուկյան, հաստատապես ձեզ էլ կխնդրենք, որ միանաք մեզ ու փորձենք մտածել, թե ինչ մեխանիզմով կարելի է դա անել։ Վստահեցնում եմ ձեզ, որ առնվազն մի 3-4 մեխանիզմ ենք քննարկել ենք եւ իրենք բացի իրենց դրական, ասենք թե կողմից, որ անպայման որևէ համայնքից մարդ ներգրաված լինի, ունեն նաև բավականին բարդություններ եւ բավականին լուրջ տեխնիկական ու բովանդակային դժվարություններ։ Իդեպ ասեմ, որ ձեր իսկ հղած եվրոպական խարտիան կամ եվրոպական փորձառությունը, հատկապես խոշորացման պարագայում, մեզ ցուցանում է, որ եթե մենք մի կողմից անում ենք խոշորացում, մյուս կողմից անընդհատ ուզում ենք քվոտավորումով, մասնակցությունով, բյուջեն կիսելով, չգիտեմ ինչ որ բաներով անել, ապա մենք
ուղղակի խոշորացում չենք անում, այլ ինչ որ քվազի խոշորացման պես մի բան ենք անում, այսինքն դա այդպես էլ չի, որ անպայման ինչ որ տեղից պիտի քվոտավորված ներկայացվածություն լինի։ Ես չեմ ուզում շատ ծավալվել, սա ընդհանրապես տեսական նաև քննարկման հարց է։ Մենք որպես երևույթ գնում ենք դեպի համամասնական ընտրություններ, նաև կարծում եմ տեղական ինքնակառավարման համակարգում, հետագայում այդ խոշոր բարեփոխումը իրականացնելու պարագայում ձեր մտահոգությունն, որ նաև մեր մտահոգությունն է, կլուծվի այն հանգամանքով, որ կներկայացվեն արդեն կուսակցություններ, ես կարծում եմ նաև քաղաքացիական նախաձեռնություններ, ի նկատմամբ ավականու ընտրություններում, որով այդ խնդիրը արմատապես կլուծվի։ Այսինքն համայնքների ներկայացվածությունը կապահովի արդեն գաղափարական, ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակում, այլ ոչ թե քվոտավորման, որը ընդհանուր առմամբ մեխանիկական եւ բավականին կոշտ գործիք է։ Ինչ խոսք, որ ինչ որ անցումային պահերին միգուցե եւ արդյունավետ այդ ներկայացվածությունը ապահովելու։ Մենք ամենայն դեպս արձանագրում ենք, որ 22 համայնքներից երևի թե 3 փոքր համայնքներում է, որ համայնքի ավականում ներկայացված չեն այդ համայնքների բնակիչները։ Ինչը կարող է կոմպենսացվել, դուք հարց եք տալիս, ինչպես կլծվի աթանի ձայնը ավականիում, ու ուղիղ մասնակցությամբ անկասկած ներկայացված չի աթանը ավականում, բայց աթանը ունի ներկայացուցիչ վարչական, որը շատ ակտիվ մասնակցում է համայնքի ամբողջ ներքին կյանքին եւ խորհրդակցական ձայնով կամ մասնակցությամբ ավականիում կարող է աթանի խնդիրները այնտեղ լսելի դարձնի։ Երկրորդ ձեր կոնցեպտուալ հարցադրումը վերաբերում է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային եւ կարծես թե մեղադրանքին, որ մենք եվրոպական խարտիան չենք հիշում կամ խախտում ենք։ Շատ լավ հիշում ենք, բոլորովին չենք խախտում, որովհետեւ եթե դուք հիշում եք եվրոպական խարտիայի համապատասխան դրույթը, այնտեղ ասում էր, որ պետք է լսել համայնքների ձայնը, որտեղ որ դա հնարավոր է օրենսդրական իրացման պարագայում, նաև հանրաքվեների միջոցով, ինչը մենք արել ենք նախկին 3 խոշորացվող համայնքների պարագայում, ինչը չենք արել հիմա, որովհետև գործող սահմանադրությամբ ասում է, որ ազգային ժողովը լսում է համայնքների կարծիքը։ Մենք համայնքների կարծիքը լսել ենք, դուք հայտարարեցիք համայնքների բնակիչների ձեզ ուղղված գրության մասին, ինչը համայնքների կարծիքը կամ համայնքների բնակիչների կարծիքը լսելու լրացուցիչ խողովակ է։ Մենք երեք քննարկման ժամանակ լսել ենք նաև ձեր նշած համայնքի ղեկավարին, նշել ենք նաև նրա որոշակի անհանգստությունները, փորձել ենք մեկնաբանությունները տալ, այսինքն այնպես չի, որ մենք չենք լսել, առավել ևս խոսք չի կարող գնալ որևէ նորմ խախտելու մասին։ Կրկնում եմ, որ տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, շնորհակալություն հիշեցիք, որ մենք վավերացրել ենք վերջերս բոլորովին նաև նրա մյուս 4 դրույթները, որոնց վերապահումով էինք մոտեցել, ասում է, որ պիտի լսվի համայնքների ձայնը կամ համայնքների կարծիքը։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, եթե դուք դա նկատի ունեիք, խնդրում ենք նայեք, ձեր առջև կա, բոլոր այն դեպքերում, երբ դա օրենսդրությամբ կարելի է կամ պարտադրված է կամ նախատեսված է։ Հիմա մենք այս պարագայում նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու պարագայում նման խնդիր չունենք։ Դուք հղում եք անում օրենքին, օրենքում պիտի փոփոխություն արվի ուղղակի տեղական ինքնակառավարման տեղական հանրաքվեի մասին եւ մենք դա այդ խնդիրը կլուծենք մոտ ապագայում։ Սա խարտիայի եւ բանի մասին եւ դուք նշեցիք, որ մենք շատ սխալներ արել ենք նախորդ խոշորացման ժամանակ, ու համենայն դեպս եթե ձեր թվարկած էլեմենտները կամ ձեր թվարկած երևույթները ի նկատի ունեիք որպես սխալ, ես կարծում եմ, որ իմ մեկնաբանությունները ձեզ մի փոքր մտահոգությունը ձեր հանեցին, որ մենք այդպես կոպիտ սխալներ երևի թե չենք արել։ Ես դրա համար իմ ելույթում, երևի թե նաև կանխազգալով ձեր հարցը, ասեցի, որ մենք ունենք բավականին ներկայացված ավականի եւ ես վստահ եմ, որ աթանի խնդիրները այդ ավականիում շատ ավելի ներկայացված ու լսելի կլինեն, քան թե այն ավականիում, որ ուներ աթանը մինչև խոշորացումը։ Ես վստահ եմ, որ դուք հետեւողականորեն եք ծանոթանում խնդրին եւ բովանդակությանը եւ էությանը եւ կհամաձայնվեք ինձ հետ, որ աթանի գործող ավականին, որտեղ ներկայացված էին բոլոր աթանի բնակիչները, թվով 5 հոգի սահմանված նորմից էլ միգուցե պակաս, իր ակտիվությամբ երևի թե դժվար համեմատվի այն ավականու եւ այն ակտիվության, եսի նկատի ունեմ նպատակային
էֆեկտիվ ակտիվության հետ, որը կարող է ունենալ Թումանյանը։ Համենայն դեպս մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա այդպես լինի եւ վստահաբար ձեզ կարողանանք ներկայացնել, որ այս դեպքում Թումանյանի ավականին Աթանի վերաբերյալ շատ ավելի գործունյա ավականի է, քան թե Աթանի ավականին Աթանի նախկին համայնքի սահմաններում։ Շնորհակալություն։ Էդմոն Մարուկյան։ Պարոն Տերտերյան, դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ առաջին հարցին։ Ես հիշեցնում եմ Բերթավան համայնքի մի քանի հարյուր բնակիչների մտահոգությունը եւ դիմումն առային, որ իրենք համաձայն չեն, որ իրենց համայնքը միացվի կողքի համայնքին։ Եվ ասում եմ, ինչ հիմնավորումներով են այդ համայնքը միացվում մեկ այլ համայնքի եւ չի միացվում այն մի շարք համայնքներին նոյեմբերյան քաղաքի հետ։ Սա մեկ։ Երկրորդը, ես հիմա էլ պնդում եմ, որ Եվրոպական տեղական ինքնակառավարման խարտիան պարտավորություն է դնում Հայաստանի Հանրապետության կառավարության վրա անցկացնել տեղական հանրաքվե եւ ազգային ժողովի լսելու, նրանց կարծիքը լսելու պարտականությունը եւ դա իրացումը չի ազատում կառավարությանը իր եվրոպական խարտիայով ամրագրված պարտավորությունը կատարելուց։ Ազգային ժողովի իշխանության միջուղ է, գործադիր իշխանությունը միջուղ է։ Մենք յուրաքանչյուրս մեր պարտականություն ունենք ու պետք է իրականացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր նոր հարցադրման համար։ Ես էլ ձեզ հաստատապես պնդում եմ, որ Եվրոպական խարտիան տեղական ինքնակառավարման չի պարտադրում անցկացնել հանրաքվե, եթե հանրաքվե անցկացնելու օրենսդրական պահանջ ազգային օրենսդրության մեջ չկա։ Ես սա ասում եմ բոլոր հնարավոր կոնսուլտացիաները անելուց հետո, վստահ եղեք, որ կոնսուլտացիաները նաև եվրոպական մեր գործընկերների հետ, մասնավորապես եւ կոնգրեսի եւ քարտուղարության։ Մենք անցած անգամ Դուք ճիշտ եք, անցած անգամ մենք հանրաքվեները արեցինք եւ ձեզ ներկայացրեցինք։ Ինչու՞, որովհետեւ մեր սահմանադրությունը ասում էր, ուղիղ տեքստով ասում էր, որ խոշորացման պարագայում համայնքների կարծիքը լսվում է հանրաքվե անցկացնելու միջոցով։ Հիմա այս բառացի չեմ ուզում ցիտել դա։ Հիմա մենք նման պահանջ չունենք, մենք լսում ենք համայնքների կարծիքը եւ համայնքների կարծիքը լսել ենք։ Դուք ասեցիք մի քանի 100 բնակիչների դիմումի վերաբերյալ, ես ձեզ ասում եմ, որ ձեր իսկ նշած համայնքում մի քանի 100 բնակիչ չեն ապրում են մի քանի հազար բնակիչ մեկ։ Երկրորդը երևի թե կհամաձայնվեք ինձ հետ, որ եւ ես դա պատրաստ եմ ձեզ հետ նաեւ ոչ այս ամբիոնից քննարկել, որ վարչատարածքային կամ վարչական բարեփոխումներ իրականացնելու պարագայում ապելացիա անել մի քանի 100 բնակիչների կարծիքին կամ բնակիչների կարծիքին միգուցե այսպես ասենք, էֆեկտիվ ձևը չի, որովհետև կարելի է այդպես մի քանի 100 բնակիչների կարծիք բոլորովին չնսեմացնելով այդ կարծիքի արժեքը ու դերը, կարելի է շատ ուրիշ հարցադրումներ անել եւ ստանալ էլի պատասխաններ, որոնք չեմ կարծում, որ կլինեն ճիշտ եւ ընկալելի, որովհետեւ վարչատարածքային բարեփոխումները պատահական չի, որ սահմանադրությունը դա դրել է զուտ կառավարության նախաձեռնության բացառիկության էլեմենտ է այս դեպքում, որովհետեւ վարչատարածքային բարեփոխումները դրանք հանրային էֆեկտիվության, կառավարման հանրային էֆեկտիվության ապահովելուն են միտված։ Երկրորդ ձեր հարցադրումը կարելի է մեկնաբանել կամ ես կմեկնաբանեմ հետևյալ կերպ, որովհետև ձեր նշած համայնքը ունի 3.500, մոտ 3.500 բնակիչ, համայնքը, որին նա միավորվում է, կողմը ունի 4.500 բնակիչ, դա արդեն 8000 բնակիչ է անում, եւ եթե հաշվի առնենք այն բազմամարդ հանրույթը, որը այս երկու համայնքներում հայտնի պատճառներով մշտական կամ գրեթե մշտական բնակությամբ բնակվում է, եսի նկատի ունեմ զորամասը, որ այնտեղ կա, ապա մենք ունենում ենք շուրջ 10000 կամ 10000-ին մոտ բնակչություն կամ հանրույթ, որը տեղական ինքնակառավարման ծառայություններ մատուցելու տեսանկյունից բավարար եւ օպտիմալ չափականակ է։ Միայն այս հիմնավորումը կարող է լինել այդ փաստի հիմքում, որ դա մենք չենք միացրել նոյեմբերյանին, որովհետև այս դեպքում մենք ունենայինք ավելի մեծ եւ անհամաչափելի տարածք։ Ինչ վերաբերում է խարտիային, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այդ մասը, հատկապես այդ մասը, մանրամասը քննարկել ենք, մենք մի շաբաթ առաջ ունեինք գործընկերներ Հայաստանում, ամենաբարձր մակարդակի եւ հետաքրքրվածության եվրոպական խարտիայի նման մեկնաբանության, մենք վստահեցնում եմ ձեզ, որ այդ հարցը քննարկել ենք եւ այդտեղ որևէ խնդիր չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Էլինար Վարդանյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան։
Տեսեք, նախորդ տարի, երբ քննարկում էինք 3 համայնքների խոշորացումը որպես պիլոտային ծրագիր, հիմնական հիմնավորում որպես նշվում էր, որ փորձենք հասկանալ կառավարման արդյունավետությունը խոշորացման եւ հետագայում դա տարածենք մյուս համայնքների վրա։ Հիմա ձեր ելույթում դուք ինքներդ էլ նշեցիք, որ այս մի քանի ամիսը դեռևս բավարար չէ գնահատելու կառավարման արդյունավետությունը եւ էական քայլերը, որոնք որ արվել են, ավականու եւ համայնքապետերի ձևավորումն է։ Հիմա ինչն է պատճառը, որ առանց սպասելու տեսանելի արդյունքների մենք գնում ենք հաջորդ քայլին, այսինքն խոշորացնում ենք եւս մի շարք համայնքներ, որովհետեւ ակնհայտորեն նպատակը արդյունավետ կառավարումներ եւ ոչ թե միայն ավականի եւ համայնքապետեր ընտրելը։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան ձեր հարցի համար։ Ես միանգամից շարունակեմ ձեր միտքը, որ նպատակը բնավ ուղղակի ընտրելը չէր, որովհետև ընտրել մենք այն ժամանակ էլ էինք ընտրում էինք ավելի բազմաքանակ, ավելի հետաքրքիր, ավելի կոլորիտային, ենթադրենք, եթե միայն ընտրությունը լիներ։ Ես երբ որ ասում եմ ընտրել ենք համայնքի ղեկավար եւ ավականի, ապա շարունակում եմ, որ մենք ընտրել ենք որակապես այլ ավականի, որի մեջ կա որակապես այլ աշխատանքային եւ մոտիվացիոն ֆոն, որովհետեւ ավականում ներկայացված են 6, 7, 5 համայնքների ներկայացուցիչներ եւ որոշումները արդեն ընդունվում են հստակ մոտիվացված կոնսենսուսով, այսինքն իմ համայնք, քո համայնք եւ այսպիսի շարժառիթները այլևս չեն աշխատում, քննարկվում են ծրագրեր, քննարկվում են առաջնահերթություններ, ինչը կառավարման էֆեկտիվության ամենակարևոր շարժիչ ուժն է եւ միակ երաշխիքը, որ կարող է լինել էֆեկտիվ կառավարում։ Ինչը ցավոք սրտի մեկ համայնքի պարագայում եւ մեկ համայնքի կառավարման համակարգի պարագայում մենք շատ դեպքերում չէինք նկատում։ Ես այո, այն ժամանակ ասում էի, որ մենք պիլոտային ծրագրեր էինք իրականացնում, պիլոտային ծրագրեր ենք մշակել, բայց պիտի հիշենք նաև, ես ձեզ խնդրում եմ, որ դուք դա հիշեք, որ մենք մշտապես խոսում ենք 14 պիլոտային ծրագրերի մասին, որը մենք նախապատրաստել էինք եւ որոշել էինք, որ պիտի իրականացնենք։ Այն ժամանակ ներկայացրեցինք դրանցից 3-ը, հիմա ներկայացնում ենք դրանց մնացած շարունակությունը։ Այսինքն պիտի լինի մինիմում բավարար ծավալ, որպեսզի այս համակարգը կարողանա էֆեկտիվ աշխատել եւ մենք կարողանանք որոշակի համեմատություններ անել։ Իդեպ ես ձեզ խնդրեի, որ դուք շատ չֆիքսեիք այն բանի այն գաղափարը, որ անպայման պիտի շատ մեծ փորձեր արվեն։ Միշտ չի, որ մենք հեծանիվ պիտի հորինենք, ամբողջ աշխարհը այս ճանապարհով գնացել է եւ գնում է եւ պիտի գնա, որովհետեւ կրկնում եմ, եթե մի քիչ հեռանանք հատկապես այս էմոցիոնալ հարթությունից, համայնքներ, բնակիչներ, դժգոհություն կամ, չգիտեմ, բավարարվածություն, ապա խոսքը գնում է ընդհանրապես կառավարման համակարգի մասին։ Իդեպ, երբ որ 95-96 թվականներին 915 այն ժամանակ համայնքները հայտարարվեցին համայնքներ, դրանցից շատերը այն ժամանակ իշխանության սուբյեկտ չէին։ Մեր ոչ վաղ անցյալում մեր երկիրը իշխանական առումով կառավարվել է շուրջ 400-500 միավորներով։ Ես կրկնում եմ, չպիտի խառնել գյուղ հասկացությունը համայնք հասկացությունից։ Համայնքը կառավարման միավորը ավելի շատ գյուղը, դա ֆիզիկական գյուղը, որ այո իր տեղում կա եւ իր բոլոր ատրիբուտիկայով շարունակում է մնալ։ Ես հիմա ձեզ զեկուցում եմ, որ այս թվականակով համայնքների խոշորացման պարագայում մենք արդեն կունենանք բավարար բազա, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր առավելությունները, միգուցե դժվարությունները վերհանել հետագայում խոշորամասշտաբ այդ խոշորացումը իրականացնելու համար։ Ես համոզված եմ, որ մենք իհարկե ընտրել ենք ավելի փափուկ ճանապարհը էտապով այդ ռեֆորմը անելու, բայց իմ տպավորությունը գոնե մասնագիտական այնպիսին է, որ նման կարգի ռեֆորմները շատ ավելի էֆեկտիվ են, երբ իրականացվում են քաղաքական վստահ, ամբողջական եւ արագ ռեժիմում, որովհետեւ վարչական ռեֆորմների իրականացման հաջողության եւ էֆեկտիվության մեծ պոտենցիալը կապված է նաեւ նրանց արագությունից, իհարկե խոսում եմ ճիշտ ռեֆորմի կամ ճիշտ իրականացման մասին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող եւ շատ երկրներ իրականում հենց այդպես էլ վարվել են, այսինքն վարչական ռեֆորմները իրականացրել են, վարչատարածքային ռեֆորմները իրականացրել են միանգամից, որպեսզի ռեսուրսները հնարավոր լինի մի մոդելի վրա կենտրոնացնել, այլ զուգահեռ ոչ թե զուգահեռ պահել 2-3 մոդել։ Ավարտելով ձեր հարցի իմ արձագանքը, ես նորից ուզում եմ կրկնել, որ մենք մեր ոչ վաղ անցյալում համայնքային կառավարում իրականացրել ենք, եթե չեմ սխալվում, 400 թե 400 քանի համայնքներում նույն ժամանակ, ասենք թե խորհուրդներում, որովհետև մի խորհրդի կառավարման տիրույթում ընդգրկված են եղել մի ամբողջ շարք գյուղական
կամ քաղաքային բնակավայրեր։ Սա, եթե դուք հարցնում եք նրանք պիլոտային էին, սրանք այդ պիլոտայինի շարունակությունն են։ Մենք մշտապես հայտարարել ենք, եթե հիշում եք, 14 պիլոտային փնջերի մասին, որոնք որ մենք առաջարկել ենք իրականացնել համենայն դեպս այս տարվա ընթացքում։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Էլինար Վարդանյան արձագանքման համար։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան, իմ հարցադրումը ի տարբերություն ձեր մատնանշածի էմոցիոնալ դաշտից չէր եւ ոչ թե բողոքների եւ գանգատներից ելնելով, այլ ընդհակառակը ավելի շոշափելի արդյունքներ տեսնելու, ավելի այսպես արդյունավետ կառավարումը հասկանալու համար։ Այն որ հիմա ձևավորվել է բավականին այսպես ակտիվ եւ որակապես այլավականի, դեռևս բավարար չէ ենթադրելու, որ լինելու է միանշանակ արդյունավետ կառավարում, որտեղ Հայաստանում մենք այդպիսի փորձ ունենք։ Բազմաթիվ ղեկավար մարմիններում լինում են բազմաթիվ խելացի, որակապես այսպես տարբերվող, գործիչներ, բայց կառավարման առումով չենք կարող ասել, որ արդյունավետ է եղել։ Հետևաբար զուտ հղում անել, որ ավականին որակապես տարբերվում է եւ դա արդեն գրավականն է արդյունավետ կառավարման, կարծում եմ այնքան էլ իրատեսական չէ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այլ պետություններ փորձում են ռեֆորմները կատարել միանգամից եւ այլն, գիտեք, մենք շատ հաճախ այլ պետություններին հղում անելով մոռանում ենք մեր պետության առանձնահատկությունները եւ հետեւաբար ես մնում եմ այն կարծիքին, որ թերևս պետք չէր այսքան շտապել եւ միգուցե անհրաժեշտ էր տեսնել, թե 3 համայնքներում ինչպիսի արդյունքներ կունենայինք, նոր կատարել հաջորդ քայլերը։ Շնորհակալություն։ Ես արձագանքեմ ձեր ասացին, ես ավականու ձևավորումը ասեցի ու կանգնեցի, բայց դա միակ արդյունքը չէր, որ գոնե այսօր կար, ենթադրվում է, որ արդյունքի տեսանկյունից կամ արդյունք գոնե ապահովելու երաշխիք ունենալու տեսանկյունից պիտի նշել նաև կոնսոլիդացված բյուջեն, որը մասշտաբի առումով էապես տարբերվում է առանձին համայնքների բյուջեներից, պիտի նշել հողային ռեսուրսը, որը միավորված կառավարման պարագայում շատ ավելի էֆեկտիվ է լինելու, քան թե առանձին կառավարման պարագայում, պիտի նշել նաև ունակությունները, որ կարող են միավորված համայնքում աշխատակազմի ունակությունները էական ավելի լավը լինել, քան թե առանձին վերցրած փոքր համայնքներում, պիտի նշել անկասկածային առավելությունը, որ միավորված համայնքում կրկնվող մասնագետների եւ շատ դեպքերում թող ինձ ներվի դա ասելու համար ծանրաբեռնվածություն եւ ֆունկցիոնալ եւ բովանդակային ծանրաբեռնվածություն ունեցող մասնագետների փոխարեն շանս ունենալու ավելի բովանդակային եւ ծառայություն մատուցող մասնագետներ շատ գյուղական համայնքներում մենք ունենք հաստիկներ, որոնք կարող են ուղակի փոխարինվել այլ աշխատանք կատարող մարդկանցով, չգիտեմ, տեխնիկական աշխատանք ծառայություն մատուցող, գյուղատնտեսության ոլորտում որոշակի ծառայություններ մատուցող մարդկանցով, նախադպրոցական ծառայություններ մատուցող մարդկանցով, սրանք բոլորը ակնհայտ հնարավորություններ են, որոնք գործունյա կամ հերահար կամ ռազմավարական մտածող ավականին այսօր արդեն ունի իր զինանոցում կամ իր ռեսուրսային արսենալում որոշակի դրական առաջընթաց եւ քայլեր իրականացնելու համար։ Ես ընդհանրապես դա նկատի ունեի, ինչ վերաբերում է ռեֆորմին արագ թե դանդաղ անելուն, ես ընդհանրապես ցիտեցի կամ ֆիքսեցի այն իրողությունը, որը կա աշխարհում։ Ես չասեցի, որ մենք հատկապես այդպես սխալվել ենք, որ չենք արել։ Երևի թե նաև ձեր անհանգստությունը եւ շատ ու շատ մարդկանց անհանգստությունը, միգուցե նաև հատկապես առանձնահատկություններ, որ մեզ բնորոշ են հաշվի առնելով է, որ մենք ինքներս գնացել ենք եւ առաջարկել ենք ազգային ժողովին ոչ թե ամբողջական ռեֆորմ իրականացնել միանգամից, այլ իրականացնել էտապներով։ Ես համաձայն եմ ձեզ հետ այն առումով, որ այո, մենք պիտի մեր ամբողջ փորձը, համենայն դեպս մանրամասը ուսումնասիրենք ոչ միայն այն 3 համայնքների, այլ նաև մեր առաջարկած այս համայնքների, որովհետև դրանից հետո մենք ունենանք բավարար ժամանակ, կարծում եմ, այս ամբողջական փորձը մեկ անգամ եւս ուսումնասիրելու եւ արդեն իսկ հետագա մեր ներկայացումների ժամանակ, եսի նկատի ունեմ ռեֆորմ առաջ տանելու ժամանակ, դա հաշվի առնելու։ Եվ առաջարկում եմ, որ մենք սրանք էլ դիտարկենք այդ նույն համատեքստում, այսինքն որպես մի տիրույթ, որ անհրաժեշտ ծավալ եւ մասշտաբ կապահովի այդ ռեֆորմի արդյունքը գնահատելու։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն Լեռնիկ Ալեքսանյան, համեսեք։ Պարոն Տերտերյան, որ տարածքային կառավարման համակարգում լուրջ փոփոխությունների կարիք կա, որ համայնքների միավորումը անհրաժեշտություն է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, բայց ես հիշում եմ, որ այդ ամենասկզբում, որ այդ գաղափարը կար, հասարակության մեջ տարբեր կարծիքներ կար, խոշոր համայնքներ լինեն,
համայնքները լինելով կողքի գյուղերը, մեխանիկական միավորում ու տարբեր կարծիքներ կար։ Իմ կարծիքով գաղափարախոսությունը ստեղ, որտեղ այդ քննարկումների ժամանակ դուք էլ այդ հիմքը, այդ բազան հիմնական բաղադրիչը դա էր, որ համայնքներ, գյուղերը մնում են գյուղեր, որպես բնակավայրեր, եւ փոխում է կառավարման համակարգը, վարչական, ֆինանսական, այսինքն կառավարման համակարգն է փոխում։ Իսկ դա ենթադրում է նաեւ այդ կառավարման ձևի կոնկրետ ինձ համար կարևոր չի, որ գյուղերն են միանում, որ չափի, ինչ մասշտաբի, կարևորը թե այդ համակարգը, գյուղ, համայնք, այդ կառավարման համակարգը ինչպիսին է եւ իմ խորին համոզմամբ ինչքան մեծ լինեն այդ համայնքների շրջանակները տարածքային առումով, այնքան ավագանին ուժեղ կլինի, այնքան սուբյեկտիվ գործոնը կվերանա եւ ընտրությունների հետ կապված եւ ժողովրդավարության հետ կապված եւ եթե այսպես մենք շարունակենք տարիներ կտեվի երևի 10 տարի, 15 տարի, 3 համայնք, 4 համայնք ընդդուք միջև նախկին շրջանների մասշտաբի, ես այդ նկատի ունեմ նաեւ, ինչու չվերցնել, հետո նաեւ որ մենք ասում ենք ուսա փորձի համար արդյունքները պիտի տեսնենք, ես իմ գործընկերուհու հակառակ կարծիք եմ, ինչու միանգամից չվերցնենք նաեւ տարբեր չափի մասշտաբի համայնքներ սարքենք, ասենք շատ մեծ մասշտաբի եւ փորձենք միадել այդ տարբերակը, որտեղ իրոք հասարակության մեջ կան տարբերակներ։ Ես կոնկրետ անձամբ ավելի խոշոր տարբերակի կողմնակիցն եմ եւ որը գբերի նաեւ տարածքային կառավարման օրենքի փոփոխության, ինքնակառավարող մարմինների օրենքների փոփոխության ու դեռ չունենք այդ օրենքը նախագահի հրամանագիրն է փոփոխությունների, որը գբերի իրոք բան։ Վերցնենք ու միանգամից որ այդքան տարիների ընթացքում գուցե մեկը մեկին խանգարի, գուցե միջև արդյունքները դենակ մյուսը հնա։ Ինչի մի հատ համարձակ քայլ չանենք, մի հատ այդ օրինակներ վերենք, մի հատ մեծ համայնք դարձնենք եւ տեսնենք արդյունավետ է թե արդյունավետ չի։ Պարոն Ալեքսանյան, շնորհակալություն ձեր հարցադրումների համար։ Համարձակության առումով ես համաձայն եմ ձեզ հետ, որովհետև կրկնում եմ, մասնագիտորեն ես կարծում եմ, որ վարչական ռեֆորմների հաջողության մեծ ռեսուրսը իրենց ամբողջական եւ արագ կատարման մեջ է։ Իհարկե կրկնում եմ, ելի որոշակի հաշվենկատության բոլոր ռիսկերը, բաները գնահատելով։ Հիմա ձեր երկրորդ մասը հարցադրման հետեւյալն էր։ Եթե դուք նայեք մեր փաթեթը, ապա մասնավորապես օրինակ Մեղրին, Աշոցքը, Ամասյան, նոյեմբերյանի որոշակի հատվածներ, դրանք ավելի խոշոր կտորներ են եւ դրանցից ոմանք նույնիսկ արդեն մոտ են վարչական նախկին շրջանների մասշտաբներին։ Դուք ասում եք, որ ավելի կգերադասեիք ամբողջական շրջանային մակարդակի վերականգնումը, ես այդպես հասկացա ձեր խոսքից, մասնավորապես մենք իրար հետ շատ ենք զրուցել, ես իմ կարծիքը ձեզ դրա վերաբերյալ ասել եմ, որ մեխանիկական մոտեցում նախկին շրջանները վերականգնելու նպատակարար չի հիմա անել, գոնե մեկ նկատառումով, որ նախկին շրջանային համակարգը իր մեջ ունենալով ենթակառուցվածքային, աշխարհագրական, միասնությունների կամ շատ ու շատ օբյեկտիվ հիմքեր, այնուամենայնիվ նա արտահայտում էր հասարակական լրիվ այլ հասարակական եւ տնտեսական հարաբերություններ։ Դրանք մեկը մյուսի հետ, մեկը մյուսից անջատ դիտարկել, ես կարծում եմ, որ նպատակարար չի։ Հիմա մենք ունենք բացարձակապես այլ իրողություն։ Եթե այն շրջանները էֆեկտիվ էին կենտրոնացված վարչական կառավարման տեսանկյունից, մենք հիմա խոսում ենք տեղական ինքնակառավարման մասին, առավել ևս, որ գոնե մեր պետական քաղաքականությունը եւ տնտեսական եւ քաղաքական միտված չի դեպի կենտրոնացում, այլ հակառակ մենք պիտի, սա արդեն իմ խորին համոզմունքն է, մենք պիտի ռեսուրսներ մանգանք ապա կենտրոնացված կառավարման էֆեկտիվության մեջ, որտեղ կենտրոնացված կառավարման արդյունավետությունը որպես կանոն դիտվում է այն տիպի հասարակություններում կամ այն կարգի երկրներում, որտեղ հնարավոր է լինում հեշտ կենտրոնացնել որոշակի շոշափելի ռեսուրս, որպեսզի նա հետո կարելի լինի էֆեկտիվ բաշխել։ Մենք այդպիսի ռեսուրս, ես նկատի ունեմ հանքահումքային կամ չգիտեմ էկզոգեն այդպիսի խոշոր ռեսուրս կենտրոնացված կառավարման էֆեկտիվ լինելու գայթակղությանը գնալու չունենք։ Նախկին վարչական շրջանների համակարգը, կրկնում եմ, adekvat էր կամ ներդաշնակ էր նախկին երկրին բնորոշ որոշակի ատրիբուտիկա ես նկատում եմ եւ կառավարման համակարգի եւ մենտալիտետի եւ որ ամենակարևորն է տնտեսական համակարգի։ Մենք հիմա այդ շռայլությունը կարծում եմ, որ մեզ չպիտի թույլ տանք հրաժարվելու տեղական ինքնակառավարման համակարգում տեղերում ներքևում հնարավոր նախաձեռնություններից եւ որոշակի ռեսուրսներ ակումուլացնելու հնարավորությունից։
Այսօր չունենք դա, իհարկե չունենք կամ չունենք այն էֆեկտիվությամբ, ինչ էֆեկտիվությամբ կարող էինք ունենալ։ Հիմա այս ռեֆորմով մենք ենթադրում ենք, որ համայնքները կբերենք մի մասշտաբի, որոնք որ կապահովեն տեղական ինքնակառավարման կամ տեղական նախաձեռնության գոյությունը մի կողմից, մյուս կողմից որոշակի ակտիվացումը շատ մեծացնելը մեզ թվում է ռիսկային, որովհետև այս դեպքում մենք կարող էինք ուղղակի տեղական ինքնակառավարմանը բնորոշ մի շատ կարևոր երևույթ կամ մի շատ բովանդակային հիմք, ինչը նախաձեռնություններ կամ տեղական նախաձեռնությունը կամ տեղական ակտիվությունը կորցնելը, որովհետև շրջանային կամ չասենք շրջանային ավելի մեծ մասշտաբում կարծես թե ավելի խրախուսվեին ոչ թե տեղական նախաձեռնություններ, այլ պահանջատիրությունը, սպասողականությունը եւ այլն։ Հիմա այնուամենայնիվ մենք ներկայացրել ենք նաեւ ձեր ասած մասշտաբին մոտ համայնքներ, ինչը մեզ հնարավորություն կտա համեմատել կոնկրետ դեպքերում, թե որ ծավալն է իրեն ավելի, այսպես ասենք, էֆեկտիվ ներկայացնում։ Կառավարման համակարգի պարագայում ես առիթ ունեցել եմ ձեզ ներկայացնելու, հիմա միգուցե ավելի վստահ, որովհետև գոնե այդ 3 համայնքներում, որտեղ մենք արդեն այդ process-ը անցել ենք, մենք ունենք վարչական ներկայացուցիչների ինստիտուտ, որ դա համայնքի կողմից տվյալ բնակավայրում, այսինքն նախկին համայնքում նշանակվող պատասխանատուներ են, մեծի մասամբ նշանակվել են այն մարդիկ, ովքեր նախկինում եղել են գյուղապետ, ես դա վերագրում եմ ինչ խոսք անկասկած իրենց լիդերական հատկանիշներին, բնակչության հետ աշխատանքի փորձին եւ այլն, բայց նաեւ որոշակի ստերեոտիպի ու տրադիցիայի, որովհետեւ այդ խմբերն են, որոնք իրար հետ աշխատել են եւ հիմա կարծես թե ինչ որ շարունակականություն է ապահովում։ Բոլորովին չեմ բացառում, որ հաջորդ ընտրությունների պարագայում, ինչի մասին ես կարծեմ, որ Տիկին Վարդանյանն էր այդ հարցը դրել, թե պարոն Մարուքյանը, այսինքն պետք են եւս 1-2 ընտրություններ, որպեսզի ամբողջ մշակույթը փոխվի, այսինքն նոր պատասխանատուներ հայտնվեն, նոր մարդիկ հայտնվեն, նոր թիմեր ձևավորվեն եւ այս պարագայում ես վստահ եմ, որ նույնիսկ վարչական ներկայացուցիչները կլինեն ավելի էֆեկտիվ, ավելի ներկայացչական եւ այդ ամբողջ համակարգը թույլ կտա հաշվի առնել եւ փոքր համայնքի կարծիքը լսելի դարձնել, իդեպ այստեղ նաև այլ մեխանիզմներ կան, որ որպես կանոն խոշոր կառավարման համակարգում միշտ չի, որ փոքր էլեմենտը կամ ենթաէլեմենտը ավելի թույլ եւ քիչ լսելի է լինում։ Շատ հաճախ լինում է լրիվ հակառակը, ավելի լսելի եւ ավելի պահանջատեր է դիտվում փոքր էլեմենտը եւ պատասխանատվությունը կառավարման կենտրոնական մարմնի ավելի ուղղված է դեպի այդ ենթաէլեմենտները։ Ես կարծում եմ, որ պարոն Ալեքսանյան, մենք հիմա այս նոր փնջի մեջ ունենալով նաև խոշոր տարածքային առումով փնջեր, մենք շանս կունենանք նաև այդ ձեր ասած ավելի խոշոր մոդելի դրական եւ ռիսկային խնդիրները դիտարկելու միասին։ Ես բոլորովին չեմ բացառում եւ մենք ի սկզբանե էլ ասել ենք, որ մենք խուսափել ենք ուղղակի անուններ տալուց, որպեսզի չընկնենք այն մեկնաբանության մեջ, որ անպայման պիտի լինի ինչ որ նախկինի կրկնություն կամ թեկուզ եւ ապագայում ինչ որ մի բան։ Մենք ասում ենք, որ ամեն կոնկրետ դեպքում մենք դիտարկում ենք նպատակարարությունը։ Իդեպ, եթե դուք հիշում եք, նույնիսկ մեր ամենաառաջին մենք առիթ ունեցել ենք շատ տարիներ առաջ դրա մասին խոսելու, մեր ներկայացրած տարբերակներում մշտապես մի քանի շրջաններ ներկայացվել են հենց շրջանային մասշտաբով, այսինքն մենք դրան եկել էինք իրենց նպատակարարությունից, բնակչության քանակից, աշխարհագրական չգիտեմ մեկուսացվածությունից ու շատ տնտեսական պարամետրերից։ Մենք այդ շրջանների գաղափար ուզում եմ ասեմ, մենք երբեք էլ չենք բացառել եւ շրջանները ներդաշնակ եղել են նաեւ մյուսները։ Շնորհակալություն։ Արձանքի համար Լեռնիկ Ալեքսանյան։ Մենք խոսել ենք այդ թեմայով, խոսքը բացարձակ նախկին շրջանների վերականգնման մասին չի, լրիվ ուրիշ գաղափարախոսությունն է իմ առաջարկը, մենք խոսել ենք, երևի դուք այդ բաղավանեկարը, խոսքը հզոր կենտրոնների շուրջ միավորվելու խնդիրն է, այդ գաղափարն է դրած իմ առաջարկի հետ կապված եւ կառավարման մեխանիզմների հետ կապված էլ նախկինի հետ իմ առաջարկությունը մենք խոսել ենք այդ թեմայով։ Օրինակ ես կոնկրետացնեմ, օրինակ Արարատի շրջանում այս 3 գյուղը Ուրցաձոր, Շաղապ եւ Լանջանի, այս ինչով են զանգը կա նաեւ վերևում գյուղեր, օրինակ Զանգակատուն ու էլի Բուճուր գյուղեր։ Ասենք տարբերությունն է, ինչի այս 3-ը ընտրել, ես բանի համար եմ ասում, այն մյուսը չէ։ Օրինակ իմ կարծիքով Սովետաշենը, ասենք Զանգակատունի Բուճուրի այդ գյուղերով, չէ, ամենավերջում է գտնում տարածքային առումով, ուրեմն այլ կարելի է։ Այսինքն գաղափարը հզոր կենտրոնների շուրջ
կողքի յուղերի ընդլայնումն է եւ ինչքան մասշտաբը մեծ, ու եթե իհարկե համապատասխանում է այդ չափանիշներին, կոնկրետ ճանապարհներ, մյուսներ եւ գաղափարի հիմքում իմ կոնկրետ ասած այնն է, որ Պարոն Դերտյան, կպատասխանեք այդ միջումից հետո 30 րոպեից միջում 30 րոպեից հետո կվերցնենք մեր աշխատանքները